Հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ եք կարծում, ինչքան դեռևս կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ որ դուք դիմում եք, որպեսզի միանաք Եվրոպայի միությանը, բայց նաև հաճախում եք Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Ինչ եք կարծում, ինչն է նաև խանգարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Գիտեք, ես արդեն ասացի, որ մենք խնդիր չենք դնում հարաբերությունների վատացման որևէ ուղղությամբ։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև գիտեք, կա մոտեցում, կարող է լինել տեսական երկու մոտեցում։ Խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ եւ փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Եվ սա մոտեցում է, որը ես կարծում եմ, որ համեն դեպս մենք այդ մոտեցման կողմնակից չենք։ Մեր մոտեցումն այն է, որ մեծացնել մեր եւ օգտագործել մեր ինքնիշխանությունը մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք կարծում ենք, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ եւ որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, գիտեք, ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ եւ մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ես կարող եմ ասել հետևյալը, որ մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով եւ ինչպես ասացի, մենք հետևողական եւ վճռական ենք այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով, հետևողական եւ համբերատար։ Եվ հետեւաբար ձեր ուղիղ հարցին իմ ուղիղ պատասխանը հետեւյալն է. մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ խաղաղությունը հաստատվի եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից, ցանկացած ինֆորմացիա, որ դուք կստանաք, թե Հայաստանի կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Aitäh, meie pressikonverents on lõppenud, tänan tähelepanu.